Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Կիրակի օրը մեծ թվով արցախցիներ էին Ազատության հրապարակում, բավականին մեծ հանրահավաք տեղի ունեցավ եւ դրանից հետո որևէ արձագանք իշխանության կողմից չեղավ, այն էլ ինչ եղավ սոցցանցերում, մեր իշխանական աղբյուրներից բավականին մտահոգիչ է, որովհետեւ քննադատական, երբեմն էլ այսպես ծաղրի ենթարկող եւ վիրավորող արտահայտություններ էին։ Հիմա ինչ է ակնկալում, որ որևէ գործընթաց կստանա, թե ոչ, որևէ քայլեր կանեն, թե ոչ։ Այդ նմանատիպ բաները, որը խոսքի թե ծաղրելու հետ սկսված, թե քննադատության հետ սկսած, ներկա իշխանության օրոք դա նորմալ երևույթ է այն մասայի համար, որոնք խոսքի այս իշխանության կամ այդ իրանց արած գործերին բան են անում, աջակցում են կամ դա մեր համար ցուցանիշ չի, որովհետև մենք ստեղ գտնվելով մենք տեսել ենք, որ արցախահայության այս ցավը վիշտը կիսում են հայաբնակ Հայաստանում շատ մեծ քանակով ժողովուրդ, մենք դա տեսնում ենք այսօրվա, այսքանի օրվա ընթացքում, ինչքան ահագին մարդիկ են գալիս մեզ աջակցելու, մեր կողքը կայնելու, պատրաստականություն մեր հետ միանալու, պայքարելու հանուն արդարության, հանուն արժանապատվության համար։ Դրա համար ամեն գործողության մեջ կա դրա հակասող, կա դրա դրական ու բացական կողմերը։ Մենք ստեղ հակապետական բան չի, գործողություն չի։ Սա մեր իրավունքների մարդ լինելու, հայ լինելու, հայ ապրելու իրավունքի պայքար է, մեր արժանապատվության պայքարն է։ Սա բոլորիս է վերաբերում, նորից եմ ասում, հայ լինելու, հայ ապրելու համար։ Դրա համար սա չի կարելի տարանջատել, այս փորձում են այդ բաները, որ ասում եմ, գիտեք, տարբեր տեղերից տենց գործողություններ կամ ձգտողներ, բայց ես գիտեմ, թե հանրությունը արդեն հասունացել է իր այդ գիտակցաբար բանը, հասկացողությունը, ուստեղ գիտի, որ մենք բոլորս էլ մի ցավի շուրջ ենք պայքարում, բոլորս էլ գիտենք, որ անհրաժեշտություն ունենք այսօրվա պահում ազգային միասնական պայքարի հանուն արդարության, հանուն վերականգնելու բանը Մայր Հայաստանի հզորությունը, ազգ լինելու կարևորությունը։ Երեք սոցիալ նախարարը ազգային ժողովում էր եւ հարց հնչեցվեց, որ այդ գումարները, որոնք տրամադրվում էին, 40,000 գումարած 10,000-ական դրամները, կեսության հարցն էին արցախցիները լուծում եւ հիմա երբ այդ գումարը չի տրամադրվում, խնդիրներ է ստեղծում։ Նա ասում է, իսկ ով է իրենց խանգարում, որ իրեն գնան քաղաքացիություն ստանան, սերտիֆիկատ վերցնեն եւ հետո բնակարաններ ստանան։ Ուրեմն անձամբ մարդուն, անձամբ, չգիտեմ խոսքի կոնկրետում մասին է խոսքը գնում, բայց անձամբ այդ մարդուն ես սոցիալ նախարարին Նարեկ Մկրտչյանին ես կոնկրետ արձագանքում եմ։ Արցախցիները միշտ եղել են Հայաստանի քաղաքացի, արցախցիները միշտ Արցախում ապրելով իրենք եղել են Հայաստանի քաղաքացի, այդ առաջինը։ Երկրորդը, դուք ձեր բաստողումները, ձեր մեղքերով, որ այդ մարդիկ հայտնվել են այս իրավիճակում, սկզբից հələ պատասխան տվեք դրան, ձեր մեղքերին, ձեր սխալ որոշումներին, ձեր անպիտանի լինելու համար, որ մարդիկ հայտնվել են այս իրավիճակում, հետո արդեն խորհուրդ տվեք, այդ մարդիկ ինչ անեն կամ ինչ ձևակերպեն իրանց ապրելը կամ էլ իրանց ապրելակերպը։ Բայց մենք որպես հանրություն հենց իրենից էլ, իրան նմանատիպ ղեկավարներից էլ պահանջում եք այդ ներկայացրած բոլոր այդ պահանջները բավարարեն, այդ ժամանակ մենք արդեն կասենք, դուք ղեկավար իրավունք ունեք լինելու կամ դուք հայ ժողովրդի շահերն եք պահպանում, թե ուրիշ, որ ասում է, ազգի ներկայացուցիչ եք ստեղ։ Իսկ իր առաջարկած այդ ծրագիրը, որ ասում է քաղաքացիություն ստացեք, սերտիֆիկատ ստացեք, բնակարան կունենաք, արդյոք դա լուծում է իսկապես բնակարանի խնդիրը։ Ոչ, որովհետև ընդհանուր այդ սոցիալական փակտի աջակցությունը դրա ձախողվել է։ Երկար ժամանակ, որ շատ քիչ մարդ են օգտվել, դա արդեն պատասխան է, որ դա շատ սխալ ձևավորված բան է, դույս մոտեցում է եղել թե այդ մարդկանց նկատմամբ, թե ընդհանուր այդ մարդկանց տեղ կարգավիճակը բարելավելու կամ էլ որ ասում է։ Այնքան գումար, որ հնարավոր է դրանով բնակարան ձեռք բերել։ Ոչ, դեղ մասնագետները ներկայացրել են տարբեր տեղերից բաց ներկայացրել են մասնագետները, խոսքի կամ մասնագիտական մոտեցում դրան, որ բացատրում են տեղերի հետ կախված, այդ գումարների հետ կախված, ինչ տեղում, ընդհանրապես չի համապատասխանում իրանց մոտեցումը ու իրական բանով գետնի վրա այդ իրականացումը։
ընդհանրապես ոչ մի ձև։ Դա մեր ասածը չի մենակ։ Նորից եմ ասում, տարբեր մասնագետներ, տարբեր կողմերից ամեն ձևաչափերով ներկայացնում են։ Ու դրա համապատասխան բաննել են ներկայացնում, որ այս իրավիճակում կարելի է խոսքի այդ նույն ծրագիրը իրականացնել, եթե այս կետերի փոփոխություն լինի, այս կետերի, հա, հասկանալի է, գումարների հետ կախված է, երկրորդն էլ ընդհանուր որ ժողովրդին միտեղ տալիս եք ապրելու համար, պիտի բավարարեք իրանց աշխատալյուտ համարել։ Այդ մարդիկ դեղ ապրելով աշխատանք որ չկա, ինչ ձևի հետագայում գևակերպեն։ Դրա համար առաջարկներ կա խոսքի, որ մենակ դրանով չի բավարարել, աշխատանքով էլ բավարարեն։ Աշխատուժ է, մեծ աշխատուժ է այստեղ, չէ՞։ Բա ասում եք զարգացման մասին եք խոսում։ Այդ նույն համայնքային թող ձևակերպում լինի, համայնքային խոսքի բան լինի, то есть այդ ժողովրդի բանն եմ ասում։ Դեղ էլ տեղադրեն, թե ինչ աշխատանքային բաներով բավարարեն։ Համ երկիրը կզարգանա, համ ժողովուրդը աշխատանք կունենան։ Ստեղ ուրիշ բան չկա, նորից եմ ասում, ստեղ իշխանության, կառավարության կողմից բոլոր ղեկավարների հենց իրանց ունեության, որ ասում եմ, ընդունակության բանն է, հարցն է։ Եթե դուք ղեկավար ես, դու պատասխանատու ես, չէ՞։ Եթե դու պատասխանատու ես, դու ուրեմն քո ժողովրդի, քո համար, քո ժողովրդի, քո ներկայացուցիչների համար պիտի բարենպաստ բան անես։ Կարող ես անես, ողջունում են, չես կարող անես, խնդիրը ձեր մեջ է, ժողովրդի մեջ չի։ Հիմա դուք գնացիք երեք սոցիալնախարարություն, ձեր դժգոհությունը ներկայացրեցիք, ասում եք նախարարը ժամանակ չի գտնում ձեզ հետ հանդիպելու, առաջիկա ձեր քայլերը որն է լինելու։ Առաջիկա քայլերը ուրեմն հաշվի առնելով, որ մի շաբաթ ժամանակ է տված խոսքի այդ արձագանքների կամ էլ իշխանության կողմից փոփոխություններ մտցնելու բոլոր այդ հարցերի հետ կախված, այդ ժամանակը մենք որպես ներկայացուցիչներ, որպես կազմակերպիչներ սպասում ենք այդ ընթացքում մեր խոստումը, որ այդ շաբաթը պիտի բանանենք, այդ շաբաթվա ընթացքում եթե չլինի, հաջորդական նորից եմ ասում, գործողությունները նախապես տենց արդեն մոտավորապես քննարկված է, մենք արդեն դա որպես իրականություն բան կանենք, իրականացնենք ընթացքային։ Մենք չենք գնալու ոչ միտեղ, նորից եմ ասում, մինչև հարցի պատասխանները չստանանք, մենք ստեղից չկա ծայրահեղ իրավիճակում են ժողովուրդը գտնվում։ Սա մեր մեղքով չի, որ մենք դուրս ենք եկել, սա մեր բաստողումներով չի, որ մենք այս իրավիճակում ենք հայտնվել։ Ժողովրդի նկատմամբ չի կարելի տենց մարդկանց անտուն անհայրենիք թողելով մեկ էլ ստեղ գտնելու մեր երկրում, մեր հայրենիքում, որովհետև Արցախը միշտ եղել է Հայաստանի տարածքային ամբողջություն։ Դա չի կարելի տարանջատել։ Ես չգիտեմ ով ինչ թեզերով է ներկայացնում, բայց հանրության համար Արցախը հայկական է, Արցախը միշտ եղել է Հայաստանի մի մաս։ Հիմի այդ նույն մի մասը Արցախի կործանումից հետո հիմի մեծ վտանգներ կա Հայաստանի տարբեր տարածքային խոսքի բաների, չէ՞ նկատմամբ։ Հիմի վաղվա օրը եթե Աստված ոչան ինչ որ խնդիրներ առաջանա, մենք դրանց էլ պիտի տարանջատենք։ Ասենք ես մեկ եմ ուս, չէ, ստեղ ղեկավարություն կա, եթե դուք վերցրել եք պատասխանատվություն, երկրի իշխանություն, դուք տեր պիտի կաղնեք ժողովրդին, դուք պիտի ամեն ժողովրդի հետ կախված ամեն հարցի խնդիրի հետ առաջնային իրանց շահերը ժողովրդի բաները հաշվի առնենք, հետո մնացած վերասմա հարցերի շուրջ արդեն քննարկում։ Եթե չեք կարող ունակ չեք կամ էլ չի ստացվում ձեր մոտ, որը մենք տեսանք արդեն այս ձեր իշխանության գալով, որ մենակ կործանումից կամ փորձանքներից ենք բերում այս ազգի գլխին, գնացեք, հեռացեք, ինչ եք սպասում։ Ում եք, որ օրվան եք սպասում։ Մեկը դուք պատմության մեջ գրվել եք որպես դավաճան, դուք պատմության մեջ գրված եք որպես հանցագործներ, որովհետև դուք խախտել եք մեր ազգ լինելու հասկացողությունը, դուք խախտել եք, ոտնահարել եք սահմանադրություն, դուք ոտնահարել եք բոլոր հայ ժողովրդի իրավունքները։ Ինչ ժամանակ էին։ Դրա համար ստեղ հակաբան մի հատ տարբերակ էլ բան է, էլի որ մարդկանց մեջ աթոռի կռիվ է, իշխանությունը պահելու կռիվ է։ Ուրիշ ինչ պիտի լինի։ Ուրիշ բան չկա։ Մին արտասահմանում մի երկրում մի հատ բան է, վթար է լինում, վարչապետը հրաժարական է տալիս։ Խոսք է, էլի մի հատ փոքր բան, հաշվի առնելով, որ իր մեղքն է, որովհետև պատասխանատվությունը։ Սա ազգը կործանման է գնում։ Սուրբ Արցախ են կորցրել, բազմահազար զոհեր են տվել։ Այդ երեխաները 18-19 տարեկան, որ գնացել են իրանց զոհաբերելու, հո դրանց նման ղեկավարների համար չեն զոհաբերել, որովհետև այս իրավիճակում մենք չկարողանանք, որ ասма իրանց պատիվը, իրանց արածները բարձր գնահատենք կամ պահենք, բայց ժողովուրդը դա անելու է, իրանք չեն կարող անեն։
մենք դա անելու ենք, մենք միշտ բարձր ենք պահելու այդ բոլոր այդ զոհվածների, բոլոր հերոսների իրաց արածները։ Ու մենք էլ պիտի շարունակենք, որ հետագա սերունդի համար մենք օրինակելի լինենք, իրանք էլ մեր մասին ասեն։